Սրտի տանիքներով Մուսա Production Ինչ տեսակի երեխա էր, որովհետև գիտեմ Տավուշի մարզից ես, չէ՞։ Երևանում դու չես ծնվել։ Շամշադինում եմ ծնվել։ Չարաճճի էր, ում հետ էիր ավելի կապված, պապայի, մամայի։ Ինչ գույնի էր մանկությունդ, ինչ հոտ ուներ, ինչ համ ուներ։ Մանկությունս շատ, գիտես, իրականում շատ անկառավարելի երեխա եմ եղել, բայց իմ անկառավարելի լինելը ավելի շատ հասկանում էր մայրս, ավելի բաց էր դրա համար մայրս, որովհետև նաև անվնաս երեխա եմ եղել։ Իսկ հայրս շատ ավելի սահմանափակումներով էր մոտենում, որովհետև տարբեր էին նաև իրենք։ Եվ Չորաթան գյուղում եմ ծնվել ու մինչև այսօր նախ սիրում եմ, դա բացառիկ էսթետ միջավայր էր եւ իսկապես գյուղական կենցաղի ամենագեղեցիկ տարբերակներից էր դա, որը հնարավոր է տեսնել Հայաստանում, գուցե կան այլ գյուղերում, չգիտեմ, բայց այդպես էր։ Մայրս մշակույթի տան պատասխանատուն է եղել, ես ինչ հիշում եմ, ինձ կուլիսների հետևում եմ հիշում։ Եվ անկառավարելի է այն իմաստով, որ ես ունեի միշտ հետաքրքիր ֆանտազիաներ, որոնցից մեկը օրինակ ամբողջ գյուղին ֆիլմ նկարահանելն էր, դեռ հուսամ կխոսենք այդ մասին, ես ընդամենը 11-12 տարեկան էի։ Մյուս կողմից նույն, այսինքն իմ մանկությունը անցավ կուլիսների հետևում, մեծ ներկայացումներ էին, ներկայացումներով տարբեր գյուղեր էին գնում, իսկ հավանաբար հայրս ուրիշ ձև էր պատկերացնում, բայց ես այդպիսին էի ու իմ մանկությունը շատ գունավոր էր։ Գիտես, ես գալիս եմ մի միջավայրից, որտեղ իրականությունը կարևոր չէր, կարևոր էին պատմությունները, այն պատմությունները, որոնք ստեղծում են մարդիկ, եւ այդ իրականությունը մռայլ էր, գորշ էր, ցեխոտ էր, անդադար անձրև էր, գյուղը հիշելիս ես հիշում եմ ամենամռայլ մառախլապատ օրերը, այս վերջերս մենք Փարիզում քրոջս հետ քայլում ենք, շատ ցուրտ, սառնամանի քուրս ասում է, ոնց այսքան մառախոսում չես հիշում, մեր մանկությունը այսպես է անցել, բայց այդ մանկությունը այնքան համով հոտ ուներ, ու իմ մանկության հոտը մայրիկիս խմորեղենների, տորթերի հոտերն էին, ու գիտես, մենք հարիճ չունեինք, հայրս դրելի վրա հարմարեցրել էր ձու հարելու այդ թաթիկը, ու մայրս տորթեր էր թխում ու պատվիրում էին բոլորը, գյուղի ժողովուրդը, բանակի քեֆերին, եւ հիշում եմ առաջին անգամ մայրս 3 հարկանի մեծ տորթեր թխե 100 ձու, դա մեզ համար գիտես։ Եվ դա էր իմ մանկությունը, շատ գեղեցիկ, մենք օգնում էինք տորթերը զարդարել, մեր մանկությունը գիտես, աղքատ բառից լավ իմաստով, այսինքն սահմանափակ հիշիր 90-ականները, պատկերացրու շատ դժվար էին ապրում։ Կոմունիկացիա չկար, հեռախոս, կապ, հեռուստացույց չկար, մենք աշխարհի մասին տեղեկություն չունեինք, մենք շաբաթաթերթ էինք ստանում ու ես կտրել հավաքել էի բոլոր դերասանների, ֆիլմերի մասին պատմությունները ու մինչև այսօր պահում են դա սրբության հիմա։ Այդպիսին էր մանկությունս, պատերազմով ստեղծված, կերտված, առաջին տարիներս ապաստարանում անցան, ճշմարտությամբ ու գյուղական պարզությամբ թրծված եւ շատ համով։ Իսկ վախ հիշում ես այդ ամենին մեջ, որովհետև եթե ապաստարան, դա նշանակում է տագնապ։ Շատ տագնապներ։ Ես շատ երկար ժամանակ անց կարողացել եմ նոր միայն հաշվի նստել իմ տագնապների ու վախերի հետ եւ ազատագրել ինքս ինձ այդ տագնապներից, որովհետեւ գիտես, պատերազմի սարսափն ու տրավման երբեք չի անցնում։ Այլ հարց է, թե դու ոնց ես կարողանում դրա հետ հաշվի նստել ու դա ի օգուտ քեզ կիրառել։ Ինձ դա դարձավ մոտիվացիա խոսելու ինձ նման տասնյակ հարյուրավոր երեխաների մասին, իսկ այսօր աշխարհում պատերազմական գոտիներում հիմա եթե չսխալվեմ 4 միլիոնից ավելի երեխա է ապրում։ Եվ ես ինչ որ մի կետից գիտակցման եկա, որ հավանաբար եթե ճշմարտությունն ինձ է ընտրել ու ես ունեմ տեսախցիկի նման գործիք, ես պիտի խոսեմ այդ ճշմարտության մասին եւ ձայն տամ չլսված շուրթերին, հասկանում ես, իսկ երեխաներին շատ հաճախ չեն լսում։ Սեփական օրինակով ես հասկանում էի, որ ամենամեծ ճշմարտությունը մանկական խաղերի, նրանց պատմությունների մեջ է։ Ու Արցախում դա լրիվ ուրիշ կերպ ես ընկալեցի ֆիլմի նկարահանման ժամանակ,
գիտես 30 տարի անց պատմությունը նույնությամբ կրկնվում է քեզ նման երեխաների հետ ու դու հասկանում ես, որ եթե դու խելացի ես եղել, եթե դու ծնողներիդ աջակցությունը ունեցել ես ու կարողացել ես կրթության, աշխարհի մեծ ճանապարհը բռնես, այդ երեխաները գուցե չունեն այդ հնարավորությունը։ Եթե ունեն էլ ոչինչ, թող ես էլ լինեմ հավելյալ մեկը, ով կկարողանա մեծ աշխարհը ցույց տալ նրանց ու ասել էլի արև կբացվի։ Այդ վախ, այդ խոնավությունը ձեր ոսկորներից մի օր դուրս կգա։ Տաք երկրներում նույնիսկ գիտես, երբ որ ծովի խոնավությունը գալիս է ու դող է լինում, դու հասկանում ես, որ դու արդեն այնքան սովոր ես կծկված քնելուն, դու արդեն այնքան սովոր ես խոնավ անկողնու մեջ հագուստով, տաք գործած շորերով քնելուն ու մի տեսակ էլ ինչ դժվարություն այդ ամեն ինչից հետո։ Գիտես, ես հերթում էի քո Instagram-ը ու այնտեղ մի վիդեոյի հանդիպեցի, really, որ ինձ շատ հուզեց։ Երբ որ դու խոստովանում էիր ինքդ քեզ ու քո մտերիմ մարդկանց, որ դու ինքդ քեզ կորցրել էիր ու հեռացել էիր ըմբրույրից, որը որ գնում էր դեպի իր երազանքը ու այսօր ինքը իր երազանքի մեջ է ապրում։ Բայց այդ զգացողությունը գնահատելու ու վայելելու այդ վազքի մեջ կորցրել էիր։ Ու ասում էիր, որ բավական էր մի զանգ մամայիս։ Շարունակեմ միտքդ։ Տես, կյանքից ինչ որ մի փուլում շատ պատրիոտ լինելով, ազնվորեն, մեր հանրապետությունում չկա գյուղ, տուն, թաղամաս, որ ես մտած չլինեմ, չկա խրամատ, որ ես եղած չլինեմ, ես ռազմական լրագրող եմ եղել։ Եվրոպայում առաջարկ ունեի ապրել աշխատելու, ես դա չեմ ընդունել, ես եկել եմ Հայաստան 80,000 դրամով, ես հիշում եմ այդ ժամանակ Արմեն Ամիրյանի հետ էի խոսում, միշտ երախտապարտ կլինեմ, ասում էի պարոն Ամիրյան, որ գամ ռադիոյում կլինի ինձ համար գործ ու ես ռադիոն էի թողել, հանրային ռադիոն, Ֆրյուր ջան, քո տեղը միշտ կա, ու ես ոգևորված եկել էի 80,000 դրամով աշխատելու, գիտես միշտ դա կար, բայց ինչ որ մի կետից կարիերա անելու անհնարինությունը, գիտես, երբ դու անդադար պաշար ես հավաքում, իսկ ես այդ տեսակ մարդ եմ, երբ դու անդադար պաշար ես հավաքում ու մրցավազքի մեջ ես լինում բառի լավ իմաստով, դու ինքդ քեզ հաղթելու, ինքդ քեզ գերազանցելու, իսկ ես երեխա տարիքից կարդում եմ գրքեր, որոնք ինձ ոչ մեկ չի ասել կարդա, բայց ես գիտեմ, որ դա ինձ պետք է, ու Ռեյ Դալիոն մի այսպիսի հետաքրքիր միտք ունի աշխարհում փոխվող ուժերի մասին ու ասում է կայսրությունների հզորացման եւ անկման գլխավոր շարժիչն ու պատճառը իրականության հետ հաշվի չնստելն է, իսկ իրականությունը անդադար փոխվում է։ Եթե դու իրատես չլինես, իսկ այդ իրատեսությունը բարեբախտաբար իմ ծնողներն են սերմանել, ինձ տարավ մի ճանապարհով, որտեղ ես գիտակցում էի, որ քանի էներգիա ունեմ, քանի ժամանակ ունեմ, ես պիտի կատարելագործվեմ։ Այդ ճանապարհը դժբախտաբար բավականին լուրջ խոչընդոտներով ու վայրի վերումներով անցավ, որովհետև միայնակ եմ անցել։ Ես միշտ ունեցել եմ արտակարգ մենթորներ, բայց երբեք չեմ ունեցել ֆինանսական կամ ֆիզիկական կամ որևէ այլ տեսակի աջակցություն, միշտ հաղթահարել եմ միայնակ։ Կարճ եմ փորձում պատմել այս մասը, ես չգիտեի ինչի համար եմ ես ընտրել մեդիան, ժուրնալիստիկան, բայց ես գիտեի, որ ես այդպեսին ծնվել եմ, որովհետև փոքր տարիքից 5, 6, 7 տարեկանից ես տեսախցիկ է ձեռքից, խաղալիք կամ իրական։ Ու լուսավոր, շատ ուրախ, շատ պոզիտիվ երեխա էի, բայց ինչ որ մի կետից այդ վրույրը կորցրել էր այդ պոզիտիվը, որովհետև մեծ հաշվով դարձել էր, գիտես, մեխանիզմ, որը անդադար արտադրում է, ու որը եկավ հետո նաև տարիքային էր, 33-ից հետո տղամարդու կյանքում ամեն ինչ հանգուցալուծման է հասնում ու քո ամենամեծ հանգրվանն է դա, ու ես գիտակցում էի, որ իմ ստեղծած պաշարը, իմ հնարավորությունները, իմ կապերը, իմ բոլոր մեծ նախագծերը կարիք ունեն վերանայման, որովհետև ես ինքս արդեն փոխվեցի հանկարծ, բայց ես մի կարևոր կետ չունեի, դա իմ սկիզբն էր։
Իդեպ այսօր ես ծնողներից նաև իրավունք եմ վերցրել, որտեղ շատ իրենց պատմությունն է։ Իրավունք եմ վերցրել խոսելու նաև իրենց մասին։ Այդ լուսավոր երեխայի կողքով միշտ անցել են դժբախտության, մելամաղձոտ, տխրության գծեր, որոնք ինձ համար անբացատրելի են եղել։ Ես հասկանում եմ, որ մայրս ինձ գրկած հեքիաթ է կարդում կամ երգում է կամ չգիտեմ, եւ տեսնում եմ, որ տեղում չի, մի բան այն չէ։ Ես հասկանում եմ, որ հայրս, գիտես, այնքան ջղայնացած է կյանքի նկատմամբ, այնքան դժվար, որտեվ ինքն էլ շատ երիտասարդ տարիքից մնացել էր, պատճառներ կան, մնաց միայնակ եւ այլն, էլի չունենալով աջակցություն, շատ երիտասարդ տարիքում գետնափոր տան վրա ինքը իր տունն է կառուցել միայնակ ու դա մեծ պատմություն է ամբողջ գյուղում եւ այլն։ Այդ ջղայնության սկիզբը չէի հասկանում այդ տխրության սկիզբը, ես չէի հասկանում որտեղից եմ գալիս ու չէի հասկանում որն են այն գլխավոր պատճառները, որոնք կապել են իմ ծնողներին։ Ունեի նաև հիշողություններ, լավ ու վատ օրերի, դժվար ու ծանր հարաբերությունների, գիտես, ընտանիքը, որտեղ բայց ես ֆենոմենալ հիշողություն ունեմ, ինչի համար ցավում եմ եւ ցավացրել եմ իմ ծնողներին դրա պատճառով, բայց ապրիլի 9-ն էր դա, լուսադեմ 4:32 ես դա հիշում եմ։ Եկավ մի շատ ծանր պահ Միացյալ Նահանգներում, որտեղ դու միայնակ կռիվ ես տալիս, ինչ որ իմաստով նաև շատ անարժան հարաբերությունների ու որովհետև դու վախեր ունես, դու փող պիտի ստեղծես, դու պիտի ապրես, դու գիտակցում ես, որ քո ծնողների պատասխանատվությունը քո ուսերին է, միևնույն ժամանակ քեզ մոտ այլևս ոչինչ չի ստացվում։ Դու չգիտես ուր պիտի գնաս վաղը։ Արդեն նաև ֆիզիկական սիմպտոմներ կային ինձ մոտ, ես ճանապարհին չէի հասկանում ուր էի որոշել գնամ, ես մնում էի կանգնած, 3 անգամ վթարից եմ փրկվել, ուղղակի ֆոկուսը կորցնելու պատճառով։ Վերջին զանգներ ու գիտես, մայրս հասկացավ, ու ես էլ զգում էի, ինտուիտիվ զգում էի, որ եթե մայրս տա այդ ճշմարտությունը, իմ սկիզբը, ու այդ դժբախտությունների ֆոնը, ու այդ տխրությունը, որտեղից է, այդ լռությունը մեր տան, եթե տա այդ սկիզբը, ես կսավառնեմ, ես կապրեմ, ես ուրիշ աշխարհ կհասնեմ։ Քնար, տվեց, բախտս ծնողների առումով, գիտես, երկար տևեց, բայց հենց այդ միլի վայրկյանին ես հասկացա, որ պատրաստ եմ էլի ապրել, շատ զգայուն մարդ եմ, շատ զգայուն, կրկնում եմ, ֆենոմենալ հիշողությամբ։ Պատկերացնում ես ինչեր կհիշի 3-6 տարեկան երեխան։ Օրինակ, երբ իր մայրը կողքին չի եղել մի քանի օր, օրինակ։ Եվ բախտս բերել է ծնողներիս հարցում, տվեցին այդ ուժը։ Բայց դրանից հետո ուրիշ փուլ եկավ։ Դրանից հետո եկավ, բա հիմա ինչ անեմ ես այս ուժի հետ։ Ուր գնամ։ Կներես, իսկ ես դեռ լսած այդ մամայի ալոն, որը քեզ տվեց այդ ուժը, ինձ այնպես հետաքրքիր է, կարող է շատ պարզունակ բան եմ ուզում լսել, բայց որոնք էին այդ խոսքերը, որ քեզ տվեցին այդ ուժը, որ զգացիր քո սկիզբը։ Ինձ պետք էր, որ մայրս ասի, որ դու ճիշտ ես։ Ու մայրս ասեց, գիտես, ես ճշմարտության կռիվ տվող մարդ եմ։ Այս քաղաքի շենքերը վկա, այս փողոցները վկա, ես ուսանող նախ երեխա ժամանակից, այդ ուսանող տարիներից։ Գնար, ինձ վստահել են անհավանական պատմություններ եւ իմ առջև բացել են անհավանական դռներ, որտեղ մարդկանց սովորական մահկանացուների մուտքը արգելված է եղել։ Գուցե ես ոչ մի բան էի, բայց ինձ վստահել են, ինձ նայել են ու ասել, հասկանում ես, նույնիսկ շատ գաղտնի դռներ բացվել են իմ առաջ առանց թղթի ու առանց ստորագրելու մի պայմանով, որ չես խոսելու։ Ես խոստացել եմ, որ չեմ խոսի այդ մասին, որովհետև նաև ամենադժվարը ինձանից այդ խոստանում եմ եզրույթը քերելն է։ Իսկ կարողացել ես լռել։ Լռել եմ, մինչև այսօր միշտ կլռեմ լիքը բաների մասին, բայց ես էլ հո գիտեմ, որ ես կրում եմ այդ ճշմարտությունը։ Ու ամենակարևորը այդ էր։ Գիտես, այդ մի քանի միլի վայրկյանին ես թույլ տվեցի ուղղակի իմ մտապատկերում հորս, մորս կերպարները այլ զարգացում ստանան։ Ես հավատում եմ իմ հորինած պատմություններին, որովհետև ինձ միշտ ասում էին, չէ, դու սխալ ես հիշում։ Բայց ես վերջին անգամ այդ հարցը տվեցի, ինչ եմ հիշում, ինչ հասա իմ հիշողության մեջ։ Ճիշտ էիր հիշում։ Հա։ Անբացատրելիորեն հա։ Ու մայրս ասեց, ամբողջ ճշմարտությունը։
ու ես սավառնեցի։ Ու գիտես, ես այսօր քեզ խոստացել եմ, որ բացառիկ անկեղծ եմ լինելու, այդ միլի վարքյանին էլի զգացողություն էր, որ ամբողջ դիեզերքը մեծ ալիքով պտտվում ու իմ ներսից դուրս եւ հակառակը։ Ես հասկացա, որ ունեմ էլի Ռեյ Դալիոյին պիտի հղում տամ, երբ որ քո ցավը եւ իրականությունը համադրում ես, քո ուժը անգերազանցելի է, դա ինձ վախեցրեց։ Ես ինձանից վախեցա ու ես հասկացա իմ ամենամեծ առաքելությունը։ Ի վերջո, այս աշխարհում վերջապես պատմությունը խաչել է ճշմարիտ հարցադրողի եւ ճշմարտության մասին խոսողի ճանապարհները։ Եթե ես չլինեմ, ով է դա լինելու։ Վերույր, կուզեմ գանք սկզբից, երբ որ մեկնեցիր Միացյալ Նահանգներ, երբ որ գնացիր Միացյալ Նահանգներ, գիտեմ, որ եղավ գործնական առաջարկ, որ լավ առաջարկ էր ու դու որոշեցիր մնաս Միացյալ Նահանգներում։ Բայց 0 կետից սկսելը, չնայած այստեղ քո համար 0 չէր, որովհետև դու քո մասնագիտությամբ էիր սկսում։ Բայց անկախ ամենից երիտասարդ տղա, առանց հարազատների, առանց ծնողների, առանց մտերիմների հայտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ էլի կան շատ հայեր, կապ չունի։ Բայց կուզեմ պատմես սկիզբը, որովհետև մտածում ենք այն մեկնող ձեռքերը, որ մեզ խոր ստանում են, որ մենք քո կողքին ենք լինելու, երբ որ դու մեկնում ես, ինձ շատերն են պատմում, եկել անհետանում են։ Ու այն ձեռքերը, որ դու չես սպասում, որ քեզ կմեկնեն, մեկ էլ մեկնվում են։ Գիտես, Միացյալ Նահանգների հայկական իրականության մեջ մի հատ անառողջ մրցակցություն կա, որը նաև Հայաստանում կա, բայց քանի որ ես այդ հարթության մեջ միշտ պարտվող եմ, իմ դիրքից, իմ դիտակետից գեղեցիկ խաղաղ այսպիսի տեսարան է, որտեղ աղմուկը մոտավորապես այսքան հեռու է։ Իսկ այդ անառողջ մրցակցության մեջ շատ դժվար էր, երբ որ դու նոր ես, ճիշտ ես, երբ որ դու միայնակ ես, ես այնտեղ ունեի ընդամենը 3 ընկեր։ Այն էլ մի տարի համարյա չէինք շփվել։ Ես ընտրության էլի շատ բարդ ընտրության առաջ էի, գիտես, ածելի եզրին կանգնած, կամաչ կամ ձախ պիտի գնայիր, մտնեիր այդ վատ ցածրորակ մրցակցության մեջ կամ պիտի մնայիր քո որակին հավատարիմ, սկզբունքային ու հաղթահարեիր դժվարությունները։ Ինձ մի անգամ ասել են միշտ ընտրի բարդ ճանապարհը, որովհետև դու այնտեղ մենակ ես, ու ես շատ խորն եմ հավատացել դրան, հասկանում ես, ես ընտրեցի ամենաբարդ ճանապարհը։ Եվ այնքան հետաքրքիր մարդիկ հանդիպեցին ինձ այդ բարդ ճանապարհին, այնքան մեծ վստահության կրեդիտ տվեցին ինձ, դա բերեց ուրիշ պատասխանատվություն, դա բերեց ուրիշ վախ։ Ով էր, որ առաջինը ձեռքդ բռնած։ Շատ տարբեր մարդիկ, միառժամանակ շատ տարբեր մարդիկ, բայց ոչ թե ձեռք բռնելու, այլ ուղղակի հավատալու։ Այս աշխարհում ինձ ընդամենը պետք է միակ բանը, որի կարիքը ես ունեմ, հավատալն է ինձ ու իմ ուժերին, որովհետև ես գիտեմ ինչի ընդունակ եմ ու ինձ հետ աշխատած մասնագետները, ինձ վստահած նախագծերը, բոլորը գիտեն ես ինչի եմ ընդունակ, ինչ մասշտաբների պատասխանատվության եմ պատրաստ։ Հետաքրքիր էր միայն դա, որ իմ կողքին այդ ժամանակ հայտնվեցին հենց այդ տեսակ մարդիկ, հասկանում ես, պարսկահայեր ինձ թողեցին իրենց տուն մի միջավայրում, որտեղ հայաստանցիներն ու պարսկահայերը չբարձրաձայնված թշնամանք ունեն, բնականաբար ոչ միանշանակ եւ ոչ բոլորը, բայց հայաստանցիներն ու պարսկահայերը մի տեսակ էլի կրկնում եմ, չբարձրաձայնված կոնֆլիկտ է դա, մեկը մյուսից զգուշավոր են, մեկը մյուսին երբեմն նաև հեգնելու երանգներ կան, եկեք ճշմարիտ խոսենք, կրկնում եմ, ոչ միանշանակ ու ոչ բոլորը, բայց կա դա։ Իրենց տան դռները իմ առջև բացեցին։ Չէ, պատահական, շատ պատահական ծանոթացանք, մինչև այսօր մենք ընկեր ենք։ Եվ շատ պատահական ծանոթացանք ու այդ մարդկանց հետ հարաբերությունը էլի նմանատիպ մի վստահության նոթա էր, որ ու երբ միշտ պարզ ուրախ եմ խոսել այդ մասին, որովհետև դա իմ ընտրությունն էր այդ միջավայրում պատրաստվելու։ Մոտավորապես 2 տարի է ինձանից պահանջվել աշխատանքին զուգահեռ, որ ես պատրաստվեմ այդ միջավայրին, որ ես հասկանամ շերտերը, հասկանամ դժվարությունները, իսկ ես պիտի պատրաստված մտնեմ ցանկացած տեղ։ Դա ինձ համար առաջնային էր ու կարծում եմ լավագույն դասը հենց այդ
կոնսերվատիվ, զգուշավոր, օրինապաշտ միջավայրում ես ստացա, որովհետև շատ հեշտ է սայթաքել։ Գայթակղությունները այնքան շատ են Միացյալ Նահանգներում։ Ու եթե սայթաքես, դու երբեք այլևս չես կարող ճիշտ ճանապարհը գտնել։ Բավական է մեկ անգամ սայթաքելը։ Նայելով քո ինտերվյուների ցանկը, որտեղ ներկայացնում ես կայացած մեծ հաջողությունների հասած հայերի, որը որ շատ մոտիվացնող է յուրաքանչյուր հայիս համար։ Զարմացա, երբ որ տեսա նաև մյուս կողմը, այսինքն հայեր, որոնք որ կրիմինալ աշխարհից են ու վրիպել են ու նաև հայի վատ կողմն են ցույց տալիս, որը որ ես ինքս երբեմն նենց չեմ ուզում այդ տեսնեմ, բայց դա իհարկե ցավոք իրականությունն է։ Ու հասկանում եմ, որ ինչի է լինում նաև դժվար այդ հաջողությանը հասած հայերի համար այդ ճանապարհը, որովհետև ամեն դեպքում որքան էլ Միացյալ Նահանգներում, հա, Լոս Անջելեսում լիքը հայերով ենք ու հայերեն ենք խոսում, միևնույն է դա մեր հողը չի, մեր հողը սա է։ Ու մենք միևնույն է երկրորդ ենք այնտեղ։ Ճիշտ ես։ Տես, Թրամփը երբ դարձավ նախագահ, սկսվեց մեծ արշավ ու մինչև նախագահ դառնալը իրականում մեծ արշավ սկսվեց ներգաղթյալների նկատմամբ, որովհետև հանցագործությունների թիվը գնալով աճում է, օր այդ օր ավելանում են հանցագործությունների թիվը։ Եվ այդ ժամանակ սկսվեց նաև, որը բացառիկ էր Միացյալ Նահանգների մեդիա դաշտում, անվանական հղումներով, վերնագրերում, գլխագրերում ներկայացնել ազգությամբ հայ Արմեն Արմենյանը կատարել է հետևյալ հանցագործությունը։ Ու մենք հասկացանք, այսպիսի էլի մի չգրված օրենք կա հայկական լրատվամիջոցներում, որին ես դեմ եմ, չխոսել հանցագործությունների, չխոսել օրինախախտների եւ այլնի մասին, ես դեմ եմ մասնագիտական բոլոր էթիկայի նորմերով, դա չի կարելի, դու պիտի խոսես, որպեսզի դա չկրկնվի, որպեսզի մարդը գոնե հանրային պարսավանքից մի քիչ քաշվի, որպեսզի երիտասարդ սերունդը հասկանա, որ ինքը կլինի, երբ որ ինքը դառնա հանցագործ, ինքը ինչ որ իմաստով նաև մի տեսակ մերժված հասկանում ես, երբ խոսում է մեդիան, պրոֆեսիոնալ մեդիան, ես չեմ խոսում քաղաքականացված եւ շահադիտական մեդիայի մասին, ես խոսում եմ պրոֆեսիոնալ մարդկանց մասին, երբ խոսում է մեդիան, դա նաև ինչ-որ իմաստով դաս է ու օրինակ։ Այդ ընթացքում նաև հասկացանք, որ իսկ մյուս կողմից հա իմ հարցազրույցները միշտ աշխարհը փոխող հայերի հետ են։ Նրանք ամեն մեկը իր ոլորտում հսկայական մեծ փոփոխություն է բերում, երբեմն աննկատ։ Երբ ես ասում եմ, ես գտա, որ իմ առաքելությունը հենց ճշմարիտն ու ճշմարտությունը ներկայացնելն ու խոսելն է, շատ հաճախ դա ռեյտինգային չի, բայց դա այն է, ինչի մասին ես երազում եմ։ Ես ուզում եմ ցույց տալ, որ աշխարհի ամենահամեստ, ամենապրոֆեսիոնալ մարդկանցից մեկը վերջապես դարձել է փոխոստիկանապետ Գլենդելում, օրինակ, եւ կամ մի պատմություն լրագրողի մասին, որը անդադար երրորդական մեդիայում աշխատելուց հետո նվիրված լինելով իր հոլիվուդյան երազանքին վերջապես դարձել է ամերիկյան լրատվամիջոցներից մեկի գլխավոր դեմքը, հասկանում ես պատմությունները, դա ճշմարիտն է։ Ես չեմ խոսում պատմությունների մասին, ես խոսում եմ մարդկանց մասին, ովքեր կերտում են պատմություն։ Ու իրական են։ Նույնը նաև մյուսներն են, հանցագործներն են, չէ՞ որ նրանք էլ են կերտում պատմություն։ Բայց դա է ճշմարիտը, եկեք խոսենք, որպեսզի մենք ճանաչենք ինքներս մեզ ու մեր ունակություններն ու կարողությունները։ Այդ մեջտեղում մի այսպիսի շատ սիրուն գաղափար առաջացավ խոսել լավագույն հայերի մասին, The Armenians in LA գլխագրով, որովհետև դա վերջին 6 տարիների իմ նախագծերից մեկն է եղել, առանձին շորտ ռիլերով սկսեցինք ներկայացնել համացանցում, որպես նաև հակադրություն իմիգրանտների նկատմամբ այդ մեծ արշավին, ցավոք սրտի շատ շատերի ընտանիքներին դա առնչվեց, բայց եւ առնչվեց այն մարդկանց հիմնական նաև ընտանիքներին, ովքեր օրենքի հետ խնդիր ունեին։ Ներողություն եմ խնդրում, ես հանցագործ չեմ որակում, բայց օրենքի հետ խնդիր ունեին, անօրինական մուտք էին գործել Միացյալ Նահանգներ, հենց միայն դա։ Օրինակ, շատ կարճ ժամանակում The Armenians in LA դարձավ մի հսկայական նախագիծ մեծ հեղինակությամբ, որը այսօր արդեն ինձ 4 պետությունում նկարահանման մեծ հարթակ է տալիս եւ ստեղծել մեծ արշավների ընթացք բոլոր այդ տվյալ կառույցների համար զուգահեռաբար հիմա մենք աշխատում ենք 4 նմանատիպ արշավի վրա։ Ես մեր մեդիա ոլորտում հայտնի եմ շատ ինտուիտիվ մոտեցմամբ տարբեր նախագծերի եւ բաներ կան, որոնք անում եմ շատ հետո են դառնում թրենդային։
ուրիշների մոտ, բայց ես դա արել եմ արդեն տարիներ առաջ։ Եվ այդ էր իմ ինտուիցիան, որը մղեց ինձ ստեղծել մի հարթակ, մի պորտալ, որտեղ լավագույն հայերն են ներկայացված լինելու։ Պորտալ արդեն կար, երբ սկսվեց այդ իմիգրանտների նկատմամբ արշավը։ Սա ինտուիտիվ մոտեցում էր կրկին, որովհետև էլի եմ ասում, ես իրատես մարդ լինելով անդադար պատրաստվում եմ, որպեսզի ծանոթ լինեմ գլոբալ աշխարհի ընթացքին, չէ՞ որ իմ առաքելություններից մեկը նաև որպես մեդիա մասնագետ Հայաստանը գլոբալ աշխարհին կապելն է ու հայերին գլոբալ աշխարհին կապելն է եւ հակառակը գլոբալ աշխարհը բերելն է դեպի հայը ու հայկական իրականությունը։ Այնքան սիրվեց ու այնքան մեծ գնահատական ստացավ The Armenian Sinele-ը իր որակով, իր նշաձողով, այն ընտրված մարդկանց էլի պատմություններով, որոնք ոչ թե այդ մարդկանց մասին են, այլ մեր տեսակի ոստիկանապետը, մեր լավագույն տեսակ փող ոստիկանապետ դարձող մարդը Ռոբերտ Ուիլյամին եմ հիմա օրինակ բերում, մեր լավագույն տեսակի ամբողջացումն ու մարմնացումն է։ Ունենք ինֆլուենսերներ, որոնց էլի փոքրիկ պատմություններ ենք նկարել, Կասիա Աբգարյանը օրինակ, ներողություն Կասիա Աբգարյանի ինֆլուենսեր չի, նա Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի դատավորն է, բայց վերջապես էլի ինչ որ մի կախարդական բան կա դրա մեջ, վստահեց ինձ իրեն նկարել ու ներկայացնել այն որակով ու այն ձևով, որով երբևէ ինքը թույլ չէր տա որևէ այլ մարդու։ Սա կարծում եմ իմ ուժեղ կողմներից ու մոտեցումներից մեկն է, որը գնահատում են ու ես ուրախ եմ, ես չեմ ուզում դա կորցնեմ։ Ինձ թվում է ուժեղ որակների կողքին առաջի տեղում միշտ լինում է մարդկային որակները, որովհետև եթե դա չլինի, այդ վստահությունը երբեք չի լինի, որովհետև պրոֆեսիոնալն էլ պիտի ինձ համար առաջին հերթին լավ մարդ լինի։ Ես ինչի եմ շատ այդքան սիրում իմ գյուղական արմատներն ու ինչի եմ այդքան շատ ուրախ Շամշադինյան այդ պարզությամբ, որովհետև հենց այդ պարզությունն է ինձ տեսակ տվել։ Մենք երբեք թաքուն կյանք չենք ունեցել, որովհետև մեր պատուհանից դիմացինի տուններ երևում, մեր հարաբերությունները պարզ ու ազատ են, մեր գյուղում այնքան մանկական երևակայությունը, չէ՞, որը նստվածքով, կերտում, քանդակում է քո մտածելակերպը, քո աշխարհայացքը, քեզ որպես աշխարհի մարդ, ու նաև այդ դժվարությունները քեզ տալիս են երազանքներ, հնարավորություններ փնտրելու միջոցներ եւ այլն։ Իմիջիայլոց ես շատ հաճախ եմ նկատել, որ գյուղից եկած երեխաները իրենք շատ ավելի նպատակասլաց են լինում, ու իրենք շատ ավելի հեռուն են գնում։ Որովհետև ես նստած էի մոմի լույսի տակ, օղի թորելով եմ ես Վարդանան կարդացել, 10 երևի 4 տարեկան էի։ Մենք ենք մոմի լույսի տակ նստած, հասկանում եմ, բայց միևնույնն է։ Իմ պատուհանից երևում էր մի սար, որը մերը չէր, երևում էր շատ տենց նոսր մի անտառ, որը ոչ մի էմոցիա չէր արթնացնում, եւ մարդ չկար պատուհանի տակով անցնող։ Հասկանում ես, դու նստած դու հասկանում ես, որ աշխարհը այդ 4 հոգին է, ուրիշ մարդ չկա։ Իսկ ամենաէմոցիոնալ ու փխրուն հիշողությունը մանկության։ Էլի դու գնացիր մանկություն։ Հետաքրքիր էր, որովհետեւ ես շատ եմ սիրում այդ տարիները ու ուրիշ արժեք ունի դա մեր կյանքում, որովհետեւ ամենափխրուն հիշողություն չեմ կարող ասել, բայց այս վերջին շրջանում տես մի տեսախցիկի պատմություն եմ ուզում պատմել, որը ես կարևորում եմ շատ։ Միասնության շուրջպարը պիտի գնայինք դասարաններով եւ այլն, ու ինձ վերապահված էր դա նկարելը։ Ես չունեի տեսախցիկ, ու մեր ծանոթներից մեկը պիտի տար, զանգեց գիշերը։ Ասես չեմ տալիս տեսախցիկը։ Իր երեխուն պիտի տանեին, չտվեց տեսախցիկը եւ այլն։ Ես շատ թեթև ընդունեցի դա, իրականում, դե պարզ է, տխրեցի, ինձ ասում են, չէ, ոչինչ, միևնույն է, դու կգաս, որտեվ իմ դասարանը չէր գնում։ Ես էլ ասում եմ, դե լավ, ամոթ է, ես արդեն գնամ, հասկանաս, գիտակից մտածում վերլուծում էի։ Քնար, պապաս այդ ժամանակ 40 տարեկան տղա է, հասկանում ես, գյուղում խոսում են 2001 թվականի մասին, որտեղ դոլարի մասին խոսելը մի քիչ ավելորդ էր, նույնիսկ մի քիչ անծանոթ։ Առավոտ ժամը, չգիտեմ քանիսին է, պապաս արթնանում գնում կողքի ամենամոտ քաղաքը, Բերդ քաղաքը, $455, ես չգիտեմ որտեղից է այդ փողը եղել մեր տանը։ Առնում տեսախցիկ։ Ու ես առավոտ արթնանում եմ, սեղանին դրված է տեսախցիկ ու ես նայում եմ, ասում եմ ոնց էս իմն է, մինչև այսօր կոտրված, չաշխատող, ես սրբության պես պահում եմ, ոնց ասում եմ, մինչև էս իմն է,
պապաս sense մի քիչ անտարբեր դժվար է արտահայտում Էմոցիաները պահելով։ Գնա նկարի։ Դու չես այդ տեսախցիկով եմ իմ առաջին գեղարվեստական ֆիլմը Իրենք քեզ հավատացել են ծնողները թե Դե դա եմ ասում, այո, ու ցավոք սրտի ես այդ պատմություններն էի մոռացել արժևորել։ Ու երբ որ սկսեցի դրանք արժևորել, ես հասկացա լիքը կարևոր բաներ իմ կյանքում, փխրուն հիշողություն ես հարցնում, դրա համար օրինակ դա եմ հիշում, որը հիմա պատերազմից շատ պատմություններ կարող եմ պատմել։ Գիտես, շատ մեծ անցքեր են եղել, սահմանային գյուղ, սահմանամերձ, մեր տնից ադրբեջանական գյուղերն են երևացել։ Մենք ադրբեջանական թաղում ու հարսանիք էինք հերադիտակով դիտում։ Մեր խաղերը քրոջս մատը մինչև այսօր սպի ունի։ Արկի մնացորդ էին գտել, քուրս ու մեր հարևանի տղան ուզում էին կիսել դա։ Կիսում էին բահով քրոջս մատի վրա մեծ սպի, հասկանու՞մ մեր խաղերը որոնք են եղել։ Բայց կարևորը նաև հիշելն է, թե դու ով ես, որտեղից ես գալիս, որովհետև դա է քո ապագայի ճանապարհը։ Դու իրավունք չունես շեղվես քո ապագայի ճանապարհից, որովհետև քո պրոֆեսիոնալիզմը նախ եւ առաջ քո ինքդ քեզ հավատարիմ մնալն է։ Վրույր, ես գիտեմ, որ այսօր շատերն են հավատում ամերիկյան երազանքին, ու շատերի համար Միացյալ Նահանգները շատ սպասված երանելի մի վայր է, որտեղ իրենք պիտի հասնեն ու իրենց երազները կառուցեն այդտեղ։ Բայց դու ինքդ նշեցիր, որ շատերը չունեն օրենքով եւ օրենքի սահմանում այնտեղ հայտնվելու հնարավորությունը։ Հիմա մենք ունենք հրաշալի մի գործընկեր Մայամիից, Ֆլորիդայից, որոնք ստեղծում են այդ հնարավորությունը մեր հայրենակիցների համար։ Մեր գործընկերը Star Life ընկերությունը, իրենք կառուցապատողներ են եւ առաջարկում են EB5, EB5 վիզայի տարբերակ։ Այսինքն ինչա դա իրանից ենթադրում։ Դու ստանում ես այդ EB5 վիզան ամբողջ ընտանիքիդ համար։ Եթե երեխաներդ 21 տարեկան են, իրենք էլ են ստանում միջև 21 տարեկան այդ վիզան, եթե ամուսնացած չեն։ Ու դու ընտանիքով օրինական ճանապարհով արդեն կարողանում ես տեղափոխվել Միացյալ Նահանգներ, բայց մի պայմանով։ Դու պետքա Վրույր ջան ունենաս $800,000, որպեսզի ներդրում կատարես 21 Հոլիվուդ այդ հսկայածավալ շենքի կառուցապատման process-ի մեջ։ Բայց գիտես ինչն է շշմել, որ 3 տարի հետո քեզ ամբողջ գումարը հետ են տալիս։ Ու պլյուս դրան դու տարեկան ունենում ես 1% շահում, այսինքն որը կազմում մոտավորապես տարակտրվածքով $24,000։ Բայց շատ սիրուն Ասա որ լավ նախագիծ է, չէ՞։ Շատ, որովհետև Ամերիկայում իրականում հիմա շատ դժվար է օրինական ճանապարհով նախ ստանալ, շատ դժվար են բոլոր ճանապարհներ, փաստաթղթեր ստանալու, իսկ EB5-ը դա բավականին լուրջ փաստաթուղթ է, այսինքն ընդամենը 5 պակաս դեպի քաղաքացիություն։ Այո, որովհետև ասում են, եթե դու ունենում ես այդ green card-ը, այս EB5 ծրագրով, դու արդեն կարող ես դիմել քաղաքացիության համար։ Ու հայեր ջան, օրինական տարբերակով ապրում եք ձեր երազանքների երկրում։ Որ շատ մեղսրտած ես լինում։ Ինչ ես անում։ Գոռում ես, քաղցրես ուտում, մի քանի օր քնում ես մաճակալիցը դուրս չես գալիս, գնում ես օվկիանոսի ափին ես նստում, ում ես զանգում։ Նայ, տարբեր, ես տարբեր ապրումների մարդ եմ։ Շատ ես եղել եմ որ Սանտա Մոնիկայի ափին ուղղակի աչքս կպել է։ Տխուր է այնտեղ, չգիտեմ, լինում են դեպքեր շատ դժվար է, գիտես, ես ծայրահեղ ապրումների մեջ շատ չեմ լինում, բացառությամբ, եթե դա ուրախանալու, գոռալու եւ վայելելու առիթ է, դրանից ենկում ես որևէ ծայրահեղ ստրես կամ ապրում չեմ ունենում։ Ներվայնության պահին, ամենաստրեսային պահին ես կարող եմ ֆիլմ նայեմ, կարող ուղղակի մեքենայով քաղաքում շրջեմ, տարբեր են, շոկոլադ, անսահման, ամենաշատ ինձ փրկողը, անպայման խորիզով, ցանկացած տեսակի անպայման խորիզով։ Խորիզով։ Հա։ Այդ Դուբայի շոկոլադն է։ Չէ, պարտադիր չի։ Պոպոկ, պնդուկ։ Հասկացա։ Տոնուսն էլ։ Ես միշտ օգտակարն ու հաճելին ուզում եմ համատեղել։ Վրույր։ Միացյալ Նահանգները քո երազանքի երկիրն է։ Ոչ։ Որն է քո երազանքների երկիրը։ Դու հիմա այնքան շատ ես շրջագայում։ 2 օր առաջ ես Փարիզից եկել, հիմա բաղը չեմ սորելի մեկնում ես։ Ես առաջին անգամ օդանավը վայրեջ կատարելու պահին, երբ Լոս Անջելեսը տեսա, ես հասկացա, որ մի տեսակ ոնց որ իջնեմ տուն։ Իսկապես։
ամենայն առաջին զգացողությունը դա էր ու ինձ երբեք չի լքել դա։ Ես նախ ինձ շատ ապահով եմ զգում Միացյալ Նահանգներում, շատ պաշտպանված իրավունքների տեսանկյունից եւ շատ հեռանկարային, որովհետեւ ես ապագա ստեղծող մարդ եմ, ես չեմ հավատում հնարավորություններին ու հաջողակ լինելուն կամ եւ այլն։ Ես հավատում եմ քրտինքով աշխատելու ապագային։ Զարմանալիորեն ինձ ասում են քո երկիրը Բրիտանիան է, ես որևէ ցանկություն, որևէ ծրագիր, որևէ պլան չունեմ որևէ երկրի հետ։ Ու վերջին Փարիզ այցելությունից հետո ես սկսեցի ուրիշ ռոմանտիկ զգացողություններ ունենալ Փարիզի նկատմամբ, չգիտեմ ինչ կլինի։ Աշխարհի իմ տունն է ու բառիս ամենամեծ խորի իմաստով, որովհետև հենց հիմա քեզ հետ ես վայելում եմ Երևանը, բայց միգուցե իջնեմ ներքև ու ինչ որ անհաջող միջադեպ հիասթափեցնի ինձ, հասկանում ես, ես տխրել եմ Երևանի օդի աղտոտվածության մակարդակի, բայց ես շատ եմ սիրում իմ քաղաքը, որովհետև ամեն պատ ու քար իմ մասին է նաև։ Աշխարհը, մեծ աշխարհը, որտեղ արև կա, շատ արև կա, միայն դա։ Վերույր, սիրահարված ես։ Հիմա ես որոշել էի շատ անձնական տեղ չգնամ, հա։ Դու ինձ խոստացել էիր, որ անկեղծ ես լինելու։ Բայց անկեղծությունը Սահմաններ ունի։ անկեղծ անձնականը շատ չեմ ուզում հանրային լինի։ Մարդիկ ինչ տեսնում են Instagram-ում, social media-ում ու շատ մեծ ուշադրություն կա իմ անձի նկատմամբ, ինչքան մեծ է ուշադրությունը, այդքան ես ավելի եմ սահմանափակում իմ անձնականի նկատմամբ ուշադրությունը։ Չեմ ուզում եմ գոնե այս աշխարհում լինի մի անկյուն, որը միայն իմն է։ Հարցը դրական պատասխանով։ Լավ, մի բան հարցնեմ։ Իսկ ինչն է, որ քեզ համար այդ անձնավորության մեջ շատ թանկ է ու հենց այդ իմպուլսը զգացիր, հասկացար, որ ինքը այդ անձնավորությունն է։ Ես չգիտեմ դա վերջնական անձնավորությունը կլինի իմ կյանքում թե չէ, որովհետև էլի, գիտես, մեր աշխարհում Բայց ինչը հրապուրեց քեզ։ Ինձ հրապուրում է, եթե առաջին հրապուրանքների մասին խոսենք, էսթետիզմը, էսթետիկան առհասարակ, ինձ հրապուրում է նրբաճաշակ լինելը, ինձ հրապուրում է բառիս ամենանուրբ իմաստով կանացիությունը։ Բայց եթե ավելի խորը գնանք, ես գայթակղվում եմ հոգատարությամբ, ես գայթակղվում եմ էլ ինչի մասին եմ մտածել, տարբեր, գիտես, ավելի խոր է էմոցիոնալ, լսելու ունակությամբ, ես սիրում եմ, երբ մարդը կարողանում է արժևորել առանց բառերի, ես սիրում եմ ճշգրիտ հարաբերություն, չեմ սիրում, գիտես, գիտեմ, աշխարհը թերի է, մենք բոլորս թերի ենք, բայց այդ թերության մեջ ես ուզում եմ ճշգրիտը գտնել, թեկուզ փոքրիկ, ու ես այդ ճիշտն եմ սիրում, ես սիրում եմ հավատարմությունը, ես երբեք, մենք առաջին անգամ հանդիպեցինք մի ռեստորանում, որտեղ երբեք էլ ոչ մեկի չեմ ուզի տանեմ, ոչ թե հանդիպեմ կամ տեսնեմ կամ ինչ-որ բան, այլ հետաքրքիր չի էլ ուրիշ մեկի հետ, եթե քո մասին եմ ասում, սիրելիս գնալու մասին եմ ասում, հասկանում ես, սիրելիս ինձ համար այլևս տպավորվել է քեզ հետ հանդիպումով։ Այդքան հավատարիմ եմ, որ չեմ կարող էլ սիրելիս ուրիշի հետ ասոցացնել, հասկանում ես, այսինքն ես սիրում եմ գնահատում հավատարմությունը մեծ ու փոքր բաների մեջ։ Ինձ համար մարդը փոքր քայլերի ու մեծ ձգտումների տեսակն է։ Վերույր, ինչն է, որ քեզ շատ հիասթափեցնում այսօր մարդկանց մեջ ու ցավեցնում։ Դավաճանություն։ Երկու կարևոր բաներն են՝ սուտը ու դավաճանություն։ Դու իմ համար շատ էմոցիոնալ ես։ Արտահայտում ես վիրավորանքդ։ Միանշանակ։ Ես նաև շատ վտանգավոր եմ, ցավոք սրտի, ես նաև իմ մասին շատ օբյեկտիվ եմ խոսում։ Վերջերս շատ, գիտես, մի նամակ ստացա շատ հարազատ մարդուց ու իր կերպարը ամբողջ իմ պատկերացումների մեջ փշրվեց։ Ու միակ բանը, որ այդ պահին իմ մտքին ու շուրթերին եկավ, ու նաև գրեցի ու արտահայտվեցի, կգա իմ պատասխան տալու ժամանակը։ Դա սպառնալիք չի, դա իմ տեսակն է, բոլորը դա գիտեն։
ես հիշաչար չեմ, ես ուղղակի ֆենոմենալ հիշողություն ունեմ։ Եվ մի քիչ առաջ ասում եմ, ես մարդկանց մոտ գնահատում եմ հավատարմությունն ու արժևորումը, ես այնքան մեծ արժեք եմ տալիս, միշտ զարմանում եմ, ով իմ կողքը լինի, միշտ զարմանում եմ, թե ես ինչքան մեծ արժեքով եմ վերաբերվում մարդ տեսակին, ով է ինձ համար ինչ ա արել, որ հարաբերության մեջ հայտնվեց, որտեղ գնաց, նույնիսկ իմ հիշողություններում ամենավատ, ամենամեծ դավաճանության մարդուն փորձում եմ պահել մի քիչ գոնե դրական կողմերով, որպեսզի շատ չարություն չմնա իմ ներսում։ Բայց իմ նկատմամբ դավաճանությունը, որը նաև դրսևորվում է տվյալ անձի սեփական սկզբունքներին դավաճանել է համենայն դեպս եւ կամ գոնե այն սկզբունքներին, որոնք ինձ էին հավատացնում, որ ունեն, ես շատ ներողամիտ չեմ այդ հարցում։ Ինչն է այսօր քեզ մեծ ուրախություն պատճառում։ Որ կթրջկոտաս երեխայի պես։ Ցանկացած հաջողություն մեծ ու փոքր, որի համար ես աշխատել եմ։ Գիտես, ցանկացած արդյունք, այսպես ասեմ։ Վերջին տեղադրածս տեսանյութը Փարիզի մասին էր, այնքան եմ ուրախացել։ Ես իմիջիալից այնքան ուրախ եմ, այդ Բաֆա մրցանակաբաշխության մասին է խոսքը, որ մեր հայրենակցուհիները, որովհետև ես անձամբ շատ սիրում ու ճանաչում եմ իրենց, Աննա Կարոլինան եւ Տաթևը, ճիշտ է, անում են այդպիսի մասշտաբային մրցանակաբաշխություն։ Դες դժվար է աշխարհի մակարդակով հավաքել ոլորտը փոխող պրոֆեսիոնալ բժիշկների ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչների, բիզնեսմենների ու նաև ինձ համար էր մեծ պատասխանատվություն այդ մարդկանց առաջարկել, առաջնորդել ու բերել Փարիզ ու նաև կրել այդ պատասխանատվությունը նրանց ճիշտ ներկայացնելու տարբեր առումներով ի վերջո մեկը մյուսին չեն ճանաչում։ Դա բավականին բարդ, դժվար նախաձեռնություն է, խոսում ենք 100,000-ավոր եվրոների մասին։ Եկեք մենք հաշվի նստենք իրականության հետ ու իրատես լինենք, ամեն մեկը չի որ կկարողանա դա անել։ Իսկ ովքեր որ անում են, բնականաբար միշտ կատարելագործվելու տեղեր կանում, մենք միշտ խոսում ենք, որովհետև իմ հարաբերությունը հաջողակ ստացվում է մարդկանց հետ, ովքեր բաց են խոսելու։ Ի վերջո ցանկացած դժվարություն կարելի է հաղթել ու հաղթահարել։ Եթե դու խոսում ես այդ մասին, եթե դու կարողանում ես մտքիդ մեջ ու նաև բառացի ձևակերպում տալ դրան, շատ շատերը դրա թերանում են եւ շատ շատերը նույնիսկ վախենում են թեքվել ներս նայել։ Դա որովհետև ցավոտ ու դաժան է միշտ լինում դա։ Մենք ունենք մի հրաշալի ընկեր, Ամիո բանկը, այդ ու շատ է չէ ճամփորդում։ Իսկ իր հետ երջանկություն է ճամփորդել, որովհետև երբ որ դու ունենում ես Ամիո բանկի Visa Platinum քարտը, ուրեմն սկսած բիզնես սրահից դու անվճար օգտվում ես այդ շամպայնը, չգիտեմ, սուրճը, խմորեղենները, այն Instagram-յան գեղեցիկ սթորիները, այլ հերթեր չես կանգնում գրանցումների համար։ Ցանկացած եվրոպական երկրում կարող ես ավտոմեքենա վարձել 30% զեղչով։ Եթե մեքենադ փչանա, գալիս են անվճար վերանորոգում են, որտեղ դու ունես Ամիո բանկի Visa Platinum քարտը։ Վերջում ինձ ասես, սա նվիրում եմ քեզ։ Այո, սա նվիրելու եմ քեզ։ Բայց ինչ եմ նվիրել։ Բայց ինչ եմ նվիրել, ասա խնդրում եմ, որովհետև Ամիոն քեզ հարց ունի ընկերության հետ կապված, որտեղ ինքը մեր լավագույն ընկեր օգնականն է։ Հիմա ասա խնդրում եմ, ով է քո անփոխարինելի ընկերը։ Վարդան Ավանեսյանը։ Ինչու՞։ Մենք 20 տարի անցկացրել ենք միասին համալսարանի առաջին օրվանից մինչև ծառայություն, մինչև այսօր էլ բերել այնց հարցազրույցի ու գնացել։ Ես էլ եմ ուզում քո ընկերը լինեմ։ Դե իմ ընկերն ես այլևս։ Դե որ այլևս ես Ամիո բանկին նվիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ, շատ Visa Platinum քարտով հանդերձ։ Հիմա ուզում եմ ֆրունզիկ խմենք, պահենք երազանքներ, որովհետև հիմա մենք երկնքին մոտ ենք ու ֆրունզիկով երազանքները հասնում են, գիտես, շատ արագ։ Աշխարհում իմ սիրելի հոբիներից մեկը մայրամուտ դիմավորելն է ու այսօր մենք միասին անցկացրինք։ Մենք արդեն բանակի ընկերներ ենք։ Ու վայելում ենք Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից պատրաստված Սիրովլի ֆրունզիկ։ Գիտես, ես չեմ սխալվել իմ ընտրության հարցում, Փարիզից ես քեզ հատուկ քեզ համար ընտրելով, կարծելով որ սա քո գույնն է նաև, ընտրելով մի հատ համեղ բան եմ բերել։ Շնորհակալ եմ։ Այս պայուսակից մեջ կարող եմ, չէ՞, միշտ պահել։ Միշտ։
որը գինու Գույնը հետ տեսնեմ։ լավագույն վայելքն է լինելու։ Ինչ համեղ է։ Ասա որ տարօրինական բացատրելի համա։ Սպասի, ես պիտի վստահ լինեմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Ֆանտաստիկ է։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն, Մտքով թե սրտով։ սրտով, Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ հավատարմություն։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ Այսօր առավոտ։ Վերջին անգամ երբ է որ դրամապանակիդ մեջ շատ քիչ գումար ես ունեցել։ Երեք Փարիզում Միջև վեր ծախսել ես։ ես քրոջս հետ էի։ Ես ու քուրս նույն ծնողներից ենք, հասկանում ես։ Մենք շոփինգի արդեն մինուս էր նայեցինք իրար։ Քուրս ասաց լավ, գլուծենք։ Մինուս իսկական։ Եվ որ աստուն հանդիպես ինչ կասես։ Կասեմ եկա հաջորդը։ Ես պատրաստ եմ։ Ինքան ուրախ եմ, որ մենք հանդիպեցինք ես մեր սիրուն տանիքում, Մալխասյան 4-ի տանիքն է միակ այսպիսին։ Ես քեզ շատ սիրում եմ, ուզում եմ այն անհավանական երազանքները, որոնք որ դու կառուցել ես ու դրել ես քո առջև, որոնք որ նաև ի նպաստ մեր հայությանը, ես գիտեմ, հայ ազգը բարձրացնելու, մեկ այլ նշաձողին ներկայացնելու։ Ես ուզում եմ, որ Աստծո ուժով ու զորությամբ ստացվի։ Հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը։ Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով։ Հաղորդման գործընկերն է Star Life ընկերությունը։ Մուսա Production։ Սրտի տանիքներով։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։